ներկայացրենք եւ այսպես մենք տեսնում ենք, որ այս փուլում ինչ-որ հետեւական արշավ է այլևս սկսվել Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի դեմ Սևլիճի մասով նոր քրեական գործ են բացել կամ հիմն են թարմացել, հիմա դուք մի փոքր մանրամասներ կներկայացնեք, ինչ է տեղի ունենում այս մասով, մենք գիտենք, որ նաեւ համայնքական ճակատ ունի իր տեխնացուն վաղաշաբաթի գալիք ընտրություններում, արդեն այս կիրակի լինելու են ընտրությունները, ասացիք նախնական զրույցում, որ եղել եք վերջերս ԿՊԱ-ական տեխնացու Արգիշտի Մեխակյանի հայրական գյուղում, որտեղ բարեբուն իմաստով մարդիկ ըստ էության չեն ընդունում այս տղային, բայց վախենում են, վախի մթնոլորտ կա, հիմա այս մանրամասներն նաև կհաղորդեք, համեցեք։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար, ասեմ, որ այո, ինչում 2-3 օր առաջ լրատվամիջոցներով սկսեցին տարածել, իշխանությունը սկսեց տարածել, որ Սև լճի հետ կապված իբր թե գեներալ մայոր Արշակ Կարապետյանը նահանջի հրաման ատվել, ասել այդ դիրքը հանձնեք, ուրեմն դեպքը տեղի ունեցել ամսի 12-ին, մայիսի 12-ին, երբ թուրքերը ներխուժել են Սև լիճ, Եվ մինչ այդ գեներալ Նասլա գլխավոր շտաբի պետին, բանակային կորպուսի հրամանատարին եւ օպերատիվ վարչության պետին, ինչպես նաեւ պաշտպանության նախարարին տեղեկացրել, որ պետքա ինչ-որ միջոցներ ձեռնարկենք, որպեսզի դրանց դուրս շպրտենք։ Սակայն քար լռություն է եղել 3-4 հոգու կողմից, դրանք են գլխավոր շտաբի պետը, այդ ժամանակվա պաշտոն զբաղեցնող օպերատիվ վարչության պետը եւ պաշտպանության նախարարը։ Բանակային կորպուսի հրամանատարի հետ մեկտեղ։ Ամսի 14-ին, երբ գեներալը գնացել է 2 օր անց, 12-ից 14-ը ոչ մեկ, ոչ մի միջոց չի ձեռնարկել, 2 օր անց, երբ գեներալը գնացել է, եւ ասել է, որ ինչ է պետք անել, բայց արդեն ուշ է եղել, եւ այս իշխանությունը փորձում է դրանով վարկաբեկի գեներալին, բայց չի ստացվի դա, հստակ ասում եմ, այդ դեպքում թող իրենք հարց առաջացնեն, գլխավոր շտաբի պետ, կորպուսի հրամանատար, ինչով եք զբաղվել, ընդ որում, երբ մարտական իրավիճակում է հայտնվում հրամանատարը, յուրաքանչյուր զորամասի հրամանատար ինքը իզորու է ինքնուրույն որոշում կայացնի ելնելով այդ իրադրությունից։ Իրենք մատը մատին չեն տվել, թողել են բացի թողի վիճակում է գտնվել, պաշտպանության նախարարը ընդհանրապես քայլ չի ձեռնարկել, գլխավոր շտաբի պետն օպերատիվ վարչության պետը նույնպես ոչ մի քայլ չեն ձեռնարկել եւ փորձեցին, որ այս ամենը բարթեն գեներալ Կարապետյանի վրա, անց, որը երբևիցե անգամ միլիմետր չի թողել, որպեսզի հող հանձնեն կամ նահանջի հրաման երբևիցե չի տվել։ Ինչ վերաբերվում է մեր քարոզարշավին, այո, մենք գտնվել ենք Մեխակ Մեխակյանի, Արգիշտի Մեխակյանի, այսինքն Սիրա պապայի այդ գյուղում, ժողովուրդը վախի մթնոլորտում էր գտնվում, ասում էին, այո, մենք մեր տեխնացուի կողմնակիցն են, բայց սակայն տեսախցիկների առջև չէին ուզում խոսեն, վախենում են, որովհետև գյուղը պահում են վախի մթնոլորտում։ Անգամ այնքան ամոթ է, երբ գնացինք Մեխակ Մեխակյանի շիրիմին, անգամ քարը մաքրած չէր։ Այտենց անտեսված գերեզման էր կարելի ասել եւ ես զարմանում եմ ոնց կարաս լինես ազգային հերոսի զոհված առաջի պատերազմում զոհվածի որդի եւ քո ձայնը տաս այս դավաճաններին, այս հողատուներին, այս ԿՊԱ-ական թուրքերին ոնց կարող ես Նաեւ մենք տեսնում ենք, որ իրենք փորձում են մեզ համոզել, որ խաղաղություն ենք բերել, հեսա տեսեք, առևտուր, ադրբեջանցիները գնան, իրենք ենք հալու, մենք ենք գնալու ու շնորհավորում եմ, որ բոլորիս կոմբիկեր են բերել, խնդրեմ ես, առանձնակերը խոսքը Ցորենի մասին է, 4-րդ կարգի և նաև ըստ էության Ղազախական կողմից նաև եկան ինֆորմացիա, որ ըստ էության թունավորված մինչև անգամ, խնդրեմ ես մասով ձեր տեսակետը։ Այո, կոմբիկեր են բերել եւ առողջապահության հանձնաժողովի նախագահ Հունանյանը ինչ այդ կոչեցյալը ասում է ինչի վրա եք զարմանում, չէ՞ որ մենք խոզ ենք ուտում, միս ենք ուտում, այդ նույն խոզն ու հավը, այդ նույն կերն են ուտում, այսինքն նայեք իրանք ինչ են համեմատում։ Հարցից ելնելով կխնդրեմ դիմեմ ժողովրդին, որպեսզի ժողովուրդ ոտքի կանգնեք, մեզ արդեն անասունի տեղ են դնում, մեզ կոմբիկեր են կերցնում, մեզ իրենք փորձում են խաբեն այս ամեն ինչով եւ տանում են, որպեսզի ժողովուրդը, չգիտես, կթունավորվես, կապրի ժողովուրդը, չի ապրի, կընկնեն հիվանդանոցներ, հիվանդանոցներից հետո կասեն
Չստացվեց փրկել, կյանքը վտանգի տակ էր, բայց մեր բժիշկները ամեն ինչ արեցին եւ չփրկեցին եւ իրենք այս կոմբի կերով փորձում են ասեն խաղաղության են գնում։ Իրենք մենակ կարում են լավ նկարներ անեն, քնիչներին հանձնարարեն, իհարկե ոչ բոլոր քնիչներին եւ ոչ բոլոր դատախազ դատավորներին, այն քնիչներին, որոնց ինչ որ բաներ են խոսք տալիս, ինչ որ ասում են պաշտոն կտան կամ ինչ որ գումարի դիմաց ասում են նկարի, նաև այդ ականատես ենք լինում, որ Խաչատրյան Արտակ կոչեցյալ կա, զինվորական քննչականում այդ հատուկ կարևորագույն գործերով քննիչա, որը այս գործը Սև լճի հետ կապված նկարել է գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի վրա, բառից բուն իմաստով եմ ասում նկարել է, չգիտես ինչի դիմաց, բայց այդ նկարչությունը երևի իր դեմքին կխզբզվի, այդ դեպքում եթե դու գործ էիր նկարում, բանակային կորպուսի հրամանատարին ինչի չես անդրադարձել, երբ ինքը պատերազմի ժամանակ հող է հանձնել եւ որոշել եք իրեն դատեիք։ Գեներալ Կարապետյանը, երբ պաշտպանության նախարար էր, փորձեց ասել, որ գեներալը, եկեք չդատենք, ինչ որ մի այլ պատիժ տանք։ Բայց դեպքում իրեն խիչ եք դատում, որը գնացել է հիմա հակառակ ցուցմունք է գրում։ Դատեիք գլխավոր շտաբի պետին անգործունեության համար, դատեիք ներկայիս չէ, ժամանակվա պաշտպանության նախարարին դատեիք, Արտակ Խաչատրյան կոչեցյալ, բա դատեիր, անտեղի տեղ այդ ամբողջ Հայաստանը ծախեցին, Ղարաբաղը հանձնեցին, սաղ դիրքերը հանձնեցին, այսօր եկել են ինչ-որ մի հատ Սև լճի դիրքի հետևից եւ որոշել են, որ այդ Սև լճի դիրքը հանձնել է չգիտես ինչի գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը։ Էլ ուրիշ բան չգիտեն, անցել են այդ դրան։ Ու այնքան ամոթ է, որ Արամ Զավենի Սարգսյանի ներկայացուցիչը, որը վաղար շաբաթում ներկայացված է որպես քաղաքապետի թեկնածու, բանակ չծառայածը, բանակի նիգոդնիկը կարա փորձի խոսա մարտական ուղի անցած գեներալի մասին եւ բարձր ասի ինքը հանձնել է այդ Սև դիրքը, սկի դու անգամ այդ ճիճու, այդ Սև լճի դիրքի տեղը չգիտես, դու անգամ քո սաղ կյանքով մեկ զինված ուժեր չես տեսել, զորամաս չես տեսել, դիրք չես տեսել, դու ոնց կարաս քեզանից լեզուտ անգնի քեզանից առաջ ու մեծ պորոտախոս խոսաս։ Էս ենք մենք, այսօր էսա ՔՊ-ն ներկայացնում, այլ ուրիշ բան ՔՊ-ն չի կարա ներկայացնի ամբողջը, եւ ես այսօր ասեմ ձեզ առավոտյան ականատես եղա, թե ինչպես են Վազգեն Սաղաթելյանին տանում, դուք պատկերացնում եք երկու լրագրող տղաների, ամբողջ ածն լցված տանում են, ես զարմանում եմ, գուցե մարտական դիրքերը տեղափոխվել է Երևան քաղաք ու մենք տեղյակ չենք, որ մարտական բոյբիս պրավիլ է գնում, ամբողջ օր առավոտյան արթնանում ես, սա սրան դանակահարեց, սա սրան սպանեց, սա նրան չգիտեմ ինչ արեց, ածը գնացեք իրեր հետևից, գլուխը կախել են միջև։ Դանակահարություն է եղել, կամերաները ֆիքսել են տեսախցիկները, 3 օր է չեն գտնում այդ։ Այո, իրանք ոչ թե չեն գտնում, իրանք ձեռնտու չի գտնելը։ Գլուխները կռացրել են այդ երկու տղաների։ Ես այնքան վստահ եմ, որ իրենց ծանոց են կամ զանգեն, իրենք իրենց ոտքով գնալու են, այդ կատեգորիայի տղաներ են։ Ամբողջ այդ բակը լցվել է, փակել են, գլուխները կռացրած։ Երեխեք կան, հարևան երեխեք կան, էս ինչ սենց վախի մթնոլորտ են, այսենց վախեցած են եւ հետո ասում են ժողովրդավարական երկրում ենք ապրում։ Փորձում են հարցակում գործեն եկեղեցու վրա, երկար տարիներ, որ ամբողջ աշխարհով ճանաչված ենք եղել որպես քրիստոնյա, այսօր ինչ պետքա կրոն փոխենք, ինչ որ թուրքերի համար պետքա կրոն փոխեն, թող այս ցիգանսկի տաբրը հավաքվի ու ջանդնվի իրանց երկիր, Ադրբեջան կգնան, թե Թուրքիա կգնան, ուր ուզում են թող գնան, մաքրվեն ստեղից, այս ժողովուրդը հանգիստ ապրի, ամբողջ երկիրը պահում են վախի մթնոլորտում, բայց իրենք իրենցից ոչինչ չներկայացնելով։ Այդ նույնը կատարեցին նաև Գյումրի քաղաքապետի հետ կապված, 60 հոգով մի հիվանդի հետևից էին գնացել, հիվանդացելով ի նկատի ունեն, որ ինքը առողջական խնդիրներ ունի։ Եվ գաք այսօր այդ մի այդքանով գաք երկու լրագրող տղաների հետևից խայտարակություն է ու ինչի համար, որ չգիտես ինչ որ մեկը որոշել է, որ իրեն այնտեղ ինքը սպառնալիք է տեսել, ամբողջ օրը ժողովրդին սպառնում եք, ամբողջ օրը ժողովրդին վախացնում եք, բա ձեզ ով պետք է անդրադառնա։ Քնիչներին տալիս եք նկարեք, այդ քնիչներին ես ասում եմ, նաև մեր առաջնորդ իր հարցազրույցում անդրադարձավ, որ թող զգուշ լինեն,
կյանքի բումերանգը անպայման գործելու է, պարտադիր կերպով գործելու է, որպեսզի իրանք իմանան այդ ինչը նկարել են, դա իրենց երեսին է խզբզվելու, այդ քարտեզը իրենց երեսին է խզբզվելու։ Եվ այն գեներալից հետո ովքեր է Սև լճի հետ կապված ցուցմունքներ են տվել, գրել են, դա էլ է հակառակ ազդեցություն ունենալու։ Բանակային կորպուսի հրամանատար, երբ որ դու գրում ես, դու չէիր մտածում, որ առաջի հանձնողը դու ես, առաջի մեղավորը դու ես, գլխավոր շտաբի պետ։ Երբ որ դուք ինչ-որ մի գործունեություն ձեռնարկեք, նոր կարող եք ինչ-որ չափ մեղադրեք, բայց ընդ որում ասեմ ձեզ, հայտարարում եմ բանավոր հրամանի, առաջինը բանակային կորպուսի հրամանատարին պետքա դատեն, որ զինված ուժերում բանավոր հրաման, այն է մարտական դիրքերի հետ կապված գոյություն չունի։ Եվ գլխավոր շտաբի պետի տեղակալը, երբ իրեն բանավոր հրաման է տալի, բա դու քանի գլխանես, որ անցնես գլխավոր շտաբի պետի գլխից թռնես, եւ իբր թե կատարես այդ բանավոր հրամանը, առաջինը իրեն թողեց, նույն Խաչատրյան Արտակը գնա գործ հարուցի, որ բանավոր հրաման է կատարել, եթե իհարկե այդ հրամանը եղել է։ Զինված ուժերում թող բոլոր իրենց ուղեղին տեղ անեն, բանավոր հրաման գոյություն չունի։ Գոյություն ունի միայն գրավոր հրաման, առավել ևս մարտական հերթապահության, մարտական դիրքերի հետ կապված, այնտեղ որտեղ կա մարտական բառ, այդտեղ ընդհանրապես բանավոր հրաման չի լինում։ Ու զարմանում ես, ակադեմիա ավարտած բանակային կորպուսի հրամանատար, գլխավոր շտաբի պետ, օպերատիվ վարչության պետ, պաշտպանության այդ ժամանակվա նախարար, ակադեմիաներ ավարտած բարձրաստիճան սպաները եւ բանավոր հրամանի հիմքի վրա եք ընդամենը ուղակի մարդու ծիծաղա գալի իրենց նկարած գործից։ Եվ քանի որ խոսեցիք այս բռնաճնշումներից, ձեր կոչը աղաշապատում չվախենալ, շարունակել պայքարել, չընկրկել եւ իրական ընդդիմությունը պետք է հաղթի ըստ էության։ Այո, ես կոչ եմ անում նաեւ պայստազորի սպաներին, կրկին կոչ եմ անում միանան ընտրեն պայստազորի սպային, չվախենան ոչ մեկից, եւ ես ձեզ ասեմ, որ այս վախի մթնոլորտը չի լինելու, իրանք ինչքան է ժողովրդին վախենան, իրանք մի վախեցնում են ինչի համար, որտեղ իրանք հասկանում են, որ իրանք արդեն ձեն չունեն, արդեն սպառված են իրանք, եւ թույլ տվեք եթերից, քանի որ եթերում եմ, ասեմ, որ մեր երկրի ղեկավարը լինելու է գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը, թող այդ ԿՊ-ն իրենց ուղեղներին տեղ անի, եւ ես ձեզ ասեմ, մի հատ մեջբերում բերեմ, երեք այդ իրենց այդ Արամ Զավենչի տեխնացուն այդ հարութիկ մկրտչանա, թե ինչա, երևի իրա Բաքում իրան չեն ճանաչում, ասեց ԿՊ-ն նստելու, այո, ինքը շատ ճիշտ արտահայտություն արեց, ԿՊ-ն նստելու է, դե հիմա թող իրանք դրա մասին մտածեն։